Կապիկը, քո սիրելի կապիկը, սպասի։ Կտառը սա է։ Կապիկ։ Որոշումը 17 տարի առաջ էի ես անձամբ կայացրել, որ պետք է Հայաստան վերադառնամ։ Իհարկե 17 տարի առաջ չգիտեի, որ արդեն բալիկ կունենամ, բալիկի հետ ընտանիք կազմած կլինեմ, կվերադառնամ, բայց երբ ոտք եմ դրել Ամերիկայի Միացյալ Նահանգներ 99 թվականի մայիսի վերջին, այդ օրվանից ի վեր երազել եմ, թե երբ պետք է Հայաստան վերադառնամ։ Ի սրտե եմ երազել, ամեն օր եմ երազել եւ տարիների ընթացքում այդ երազը դարձել է ծրագիր, ոչ թե միայն սրտնեղել եմ, որ Հայաստանից դուրս եմ ապրել, այլ իմ առաջ տարբեր նպատակներ եմ դրել, քանի որ Հայաստանից դուրս եմ արդեն եւ Միացյալ Նահանգներում եմ, ուրեմն հասնեմ այս նպատակներին, նոր վերադառնամ Հայաստան, որպեսզի լինեմ մի քիչ ավելի ուժեղ մարդ, էլ ավելի շատ գիտելիքներ ունենամ, էլ ավելի շատ կարողություններ, հմտություններ, փորձ ունենամ, որ էլ ավելի լավ ձևերով կարողանամ ծառայել իմ երկրին եւ ժողովրդին։ Այսինքն Հայաստան վերադառնալու իմ երազը դա 17 տարվա երազ էր։ Հայաստանն է, որ պակասում էր եւ իմ եւ Ստեփանի կյանքից։ Թերևս շատ դժվար է բառերով բացատրել, թե ինչ է նշանակում Հայաստանը պակասում է քո կյանքից։ Դա ամեն մի վայրկյանն է, որ մենք այստեղ ենք, ասենք դուրս ենք գալիս փողոց եւ գիտենք, որ սա մեր երկիրն է։ Մենք պատկանում ենք այստեղ, ինչ որ մի ժողովրդի մասնիկ ենք այստեղ։ Սա մերն է, այս ծառը imն է, այս քաղաքը imն է, այսինքն ես գիտեմ, որ ես Հայաստանում տանն եմ։ Ստեփանը մի լավ խոսք ունի, ասում է, երբ տանիքը ծակվում է, դու չես վերցնում քո ճամպրուկները կապում, ասում ես իմ տանիքը ծակվել է, ես հիմա ուրեմն գնամ հարևանի տուն ու այնտեղ բնակվեմ, այնտեղ տանիքը ծակ չի, ես ավելի ապահով եմ։ Այստեղ մենք մեզ զգում ենք, ինչպես մենք մեր տանն ենք, սա մեր հողն է, մեր ջուրն է, մերն է։ Կարևոր չի թե մյուս երկրները ինչ են առաջարկում, հարցը նա է, թե մենք ինչ կարող ենք սարքել մեր երկրում ու եթե ուզում ենք հայ մնանք, դա միայն հնարավոր է Հայաստան պետության սահմանների ներսում։ Դա միակ ակսիոն է, ապացույցել պետք չի։ Դա իցիկեր, հենց դա ենք մենք սովորել մեր պատմական փորձից։ Իսկ ինչով եք Ամերիկայի Միացյալ Նահանգներում զբաղվում։ Մենք երկուս էլ այնտեղի համալսարաններում մի քանի բարձրագույն կրթություններ ենք ստացել, ես կոնկրետ ֆինանսների, հաշվապահության, բիզնեսի մեջ է կարելի ասել, Նելին ավելի ակադեմիական կրթության ոլորտի հետազոտություններով է զբաղվել։ Դու ինչ-որ առումով հիմա էլ այնտեղ մեր գործերը շարունակվում են, որն ես նաև թույլ է տալու, ոնց որ ասած, ֆինանսական այդ անկախություն ունենալ մեր այստեղի գործունեությունը շարունակելու համար, որը հիմնականում լինելու է մեր հասարակությանը, մեր ժողովրդին ծառայելը, թե ինչ տեսակ ունենա ժամանակը ցույց կտա։ Այս պահին հայրենասեր կազմակերպության շրջանակներում մեր ծրագրերն ենք իրականացնում, բարեգործական, ենթակառուցվածքային, կոնկրետ Քաշաթաղում արդեն 3-րդ դպրոցն ենք կառուցում, ցանկանալով նպաստել եւ վերաբնակեցմանը եւ ընդհանրապես գյուղական շրջանների զարգացման խթանմանը։ Իսկ հնարավոր է մի օր Արցախ տեղափոխվեք ապրելու։ Մենք ոչինչ չենք բացառում, դա իրականում ունեք այս պահին մենք հիմա որոշել ենք, որ Երևանում ենք հաստատվելու, բայց դա էլ պայմանավորված է զուտ գործունեության նպատակահարմարությամբ։ Երևանը այս պահին հայկական աշխարհի կամ Հայաստանի կենտրոնական այն հանգույցն է, որտեղ եւ լոգիստիկ կամ գործունեության համար ավելի նպաստավոր է ամեն առումով։ Եթե այնպես հանգամանքները դասավորվեն, որ մեր կարիքը կլինի Արցախում ոչ թե զուտ աշխարհի գործունեության այլ բնակվելու, դա բացարձակապես մեր անախնդիր չի։ Հայցնողները այնտեղ են, դե ինչպես կմտածեք, իրանք կուզեն, որ իրանց երեխան իրանց կողք կլինի, բայց ինչ ասեմ, տարիների ընթացքում համակերպվեցին որոշ չափով այդ մտքեր, ոմանք ավելի շատ, քան մյուսները, բայց գիտեք ոնց ես իրանց միշտ սա եմ պատասխանում, որ դուք ձեր որոշումը կայացրել եք ձեր ընտանիքի
բարեկեցությունը կամ ձեր նպատակը ձեր ընտանիքի շահից ելնելով որոշել եք, որ ձեր ընտանիքը պետք է տեղափոխեք ԱՄՆ։ Հիմա էլ մենք կազմել ենք մեր ընտանիքը, ու մենք կարծում ենք մեր ընտանիքը երջանիկ լինելու, մեր ընտանիքը իր ուզած կյանքը կազմակերպելու համար պետք է լինի Հայաստանում։ Ինչն է պակասում այնտեղ։ Այո, բարեկեցիկ կյանքը կա, մեծ հնարավորությունները կան ավելի, այնտեղ շատ ավելի մեծ բաների կարող ես հասնել, քան թե Հայաստանի սահմանափակ շրջանակներում այսպես ասեմ, բայց նորից ասեմ, որտեղ հաց այնտեղ կացը բավարար չի, լիակատար երջանկության համար զուտ կարիերայի ձեռքբերումները, ֆինանսական հնարավորությունները, կարողությունները բավարար